Երգիչ Ռազմիկ Ամյանը հայտարարություն է տարածել ու նշել, որ աջակցում է Սամվել Կարապետյանի խոսքերին։ Ռազմիկը իր հայտարարությանը կցել է նաև մեր ձևով հեշթեգը։ Երգչի խոսքը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայոց եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ ժողովրդի վրա եւ հայ եկեղեցու վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ եկեղեցու կողքին, հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու։ Սա Սամվել Կարապետյանի խոսքերն են, որին աջակցում եմ ես։ Երգիչ Ռազմիկ Ամյանը արդեն երկար տարիներ է ինչ շոու բիզնեսյան աշխարհում ունի իր ուրույն դիրքը, եւ այս ընթացքում նրա անվան շուրջ մի շարք ասեկոսեներ են պտտվել, որոնցից ամենաաղմկահարույցը կապված էր նրա անձնական կյանքի մանրամասների հետ։ Երկար տարիներ շրջանառվում էր այն լուրը, թե երգիչն ու կինը Լիլիան ամուսնալուծվել են։ Իր բացառիկ հարցազրույցներից մեկում Ռազմիկ Ամյանը խոսել էր այդ թեմայից ու նշել. Ամուսնալուծվելն այսօր ինչ է, թղթով չէ, երբ որ դու հեռանում ես քո սիրելիից, հեռանում է միտքդ նրա մտքից, դու ցավեցրել ես քո երեխաների մորը, ով քեզ երեխայի շնորհիվ կյանք է տվել, բայց մենք միասին ենք, երբեք չենք ամուսնալուծվել, չնայած դրա համար շատ առիթներ են եղել, բայց փառք Տիրոջը, որ ինքը հասկացող է ու մենք իրար հետ ենք, ինպես խմող չի եղել խմելուց սկսած մինչև ամենավերջին սովորույթներ ունեցել եմ։ Միանգամից հասկացա, որ մեր սերը պետք է լինի նարկոտիկը։ Երգիչը նշել էր, որ դժվար փուլեր շատ են ունեցել, բայց նաև շեշտել էր, որ իրենց հաջողվել է զրուցել, հասկանալ միմյանց ու շարունակել միասին լինել։ Չէ, իրար հետ ենք, երբեք ամուսնալուծված չենք եղել մենք, դրա համար շատ առիթներ են եղել, բայց փառք Տիրոջը, որ կինս հասկացող է եւ մենք իրար հետ ենք։ Կան ցավալի բաներ, ես իմ կնոջից ոչ մի գաղտնիք չունեմ։ Մենք խոսել ենք ու վերջակետ դրել բոլոր մութ հարցերին, որովհետև 22 տարի է միասին ենք։ Ես նրա աջակցությամբ շատ բաների եմ հասել, շատ սխալ քայլերից ինձ հետ է պահել, որ զբաղվեմ իմ սիրած գործով։ Բուժելու խնդիրներ շատ կան, խոստացել ենք, պիտի անենք։ Իմ մեղքը պիտի քավեմ, եթե նա թույլ տա, անչափ շնորհակալ եմ նրան դրա համար։ Ինձպես խմող երևի չի եղել, դրա համար հիմա չեմ խմում։ Դրա կարիքը չկա, սթափ լավ է, կարիերան ինձ ստիպեց լինել այնպիսի տեղերում, որտեղ կարող են լինել վատ սովորություններ։ Խմելուց սկսած վերջացրեց ամենավատ սովորություններով, այ դա քեզ գցում է, այ դա չի կարելի։ Երիտասարդներին ուզում եմ ասել՝ մի արեք, պիտի թքեք դրա վրա։ Ես կարող եմ, չէ, օրինակ ծառայել, ուզում եմ լինել լավ օրինակ ու կլինեմ։ Հիմա այլևս չկան այդ սովորությունները, ինչպես կարողացա, ուղղակի հասկացա, որ ամենաթանկը չեմ կարող կորցնել, ընդգծել էր երգիչը։ Եվ չնայած այս բացառիկ հայտարարությանը, երգիչը միևնույն է կնոջ մասնակցությամբ հրապարակումներ չի անում, սակայն օրերս Ռուսաստանի Դաշնությունում կայացել է երգիչ Արամ Ասատրյանի 70-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական համերգը, որին ներկա է եղել նաև Ռազմիկ Ամյանը։ Ավելի ուշ Արտաշ Ասատրյանի դուստրը Սյուզին ինստագրամյան իր էջի բաժնում լուսանկար էր հրապարակել ամուսնու Մարտունի հետ համատեղ։ Լուսանկարում նրանց հետ էին նաև Ռազմիկ Ամյանը եւ կինը Լիլիան։ Պետք է նկատել, որ այս տարիների ընթացքում երգչի կնոջ արտաքինում այդքան էլ փոփոխություններ չեն եղել եւ փաստորեն նա այս պահին ամուսնու հետ միասին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Մի քանի րոպեներն սիրելիներս նավահանգստում կսկսի մեր ոնց են ասում իրան դու լավ ես ասում համերգային շոու ծրագիրը։ Այո։ Մենք հիմա գտնվում ենք Էնսինադայում։ Արդեն ափին ենք եւ Էնսինադայում կատարել ենք Պենսինադա, Սերենադա եւ լավ ժամանինադա ենք անցկացրել։ Ու ինձ նովապրես լծված լինես իմ մեծ սիրով ու ինձ նովապրես ծնկի չափ ես կաղոթեմ քո կյանքի համար ծնկի չափ ես կաղոթեմ քո կյանքի համար ապրիմ այն Հայաստան հայոց աղունակ
հայոց աղունակ բարև տար թե որտես գերված մասից մենք նրա համար ենք լալիս ծնկաչոքայի ենք գալիս հայոց աղունակ բարև տար Մի աշխարհը ձեզ նման Բրծավ կոնցերտը Համբերգը Ռազմիկ Ամյանի Վրաստանում Թիֆլիսում շատ լավ անցավ ամենին ժողովուրդը գոհ են դրս ներում եմ սա ուծիվները ու տենանք Ռազմիկի կարծիքը լսենք Ողջույն բոլորիդ Սլավա արդեն ասեց, որ շատ լավ անցավ, ես բան չեմ ասի, ուղղակի առաջին անգամ տպավորությունները շատ մեծ են, որին շնորհակալություն եկից եւ աշխատակազմին եւ Արմենին եւ հանդիսատեսին անչափ գոհ շնորհակալ։ Հույս ունեմ, որ դալնեշեմ էլի ինձ կարդարացնեմ ու կարժանանամ այս գնահատականին ինձ ծափեն։ Մերսի շատ։ Ես վստահ եմ, որ միշտ հիշելու եք Ռազմիկի Համբերգը, ուրիշ համատել են ուրիշ համերգների հետ, որ դու այսպես եմ Համբերգը։ Մերսի։ Ամեն ինչ լավ է։ Ուրա։ Կոլսեն Ջեմալյանի աշակերտության անունով բարի քալուս կմաղթենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր երգիչ Ռազմիկ Ամյանին եւ իր նվագախումբին։ Ռազմիկ Ամյան Սիդնի կգտնվի Ավստրալիո հոմենոթմենի շրջանի վարչության հրավիրով մասնակցելու հոմենոթմենի 100-ամյակի միջոցառումներուն։ Արի եղբայր, փառաբանենք մեր քաղաքապար հայոց լեզուն, մեր սրդի ջուր, մեր ցերքի ջուր։ Մի աշխարհը ձեզ Ողջունում եմ բոլորի սիրելիներս, համբերություն, ամուր եղեք, պինդ եղեք եւ վստահ եմ ամեն ինչ լավ լինելու։ Իհարկե դժվար է շատ, բայց քանի որ կան մեր հայրենասեր մարդիկ, այս թվում նաեւ Պիչիգորսկի հայ համայնքը, որի համար խորին շնորհակալություն իրանց աջակցելու համար 1 միլիոն ռուսական են տրամադրել ընտանիքներին 4 միլիոն դրամանում 100,000 դրամով 40 ընտանիքի, որ պետքա ժամանակավոր ապահովել կեցությունը ու թեթևացնել հոգսերը։ Խորին շնորհակալություն, հետևեք եւ մենք շտապում ենք առաջին մեր հանդիպումը կինը երկու երեխաների հետ առանց ամուսին։ Մնացեք մեզ հետ, հետևեք մեզ։ Էլի Ռազմիկյան, արակներով ամենալավ, ապրես, ապրես, են որ արդարացնում ես լրի, վայ Ռազը ստեղա, Ռազմիկ, ապրես, ջիգյար, Ռազմիկ, օտիմ քեզ, ապրես, չեմ կարա, չէ իրան ուտել։ Սես մարդը երեսա, ես ինչ ապրեմ, դուք ուստապիկ տվել ես բակրատել։ Իպի տրեք նա կովրա դու սիրուն ես, ես կեշ ծավը տանեմ, ապրես, օտիմ քեզ։ Լիքը մարդիկան բան են ներգասում։ Ես տել բորմտնով բաներ չունեմ, դու քո արժանի Արցախի զավակես, ուրիշ բան չունեմ։
Ռազին ասեցինք, որ ձետ չունենք ընդհանրապես արագ տուփերով 150 շիշ ձետ է կա։ 14 տուփ։ Բարի օր եմ ցանկանում լինի հայրիս համար, ինչպես նաև աշխարհում գտնվող բոլոր խաղաղասեր մարդկանց համար։ Ես առաջին անգամ պետք է խոսամ այս մասին, որովհետև արդեն բավականին երկար ժամանակ է ինչ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում հայրիս մի մասը Արցախում գտնվող արցախցիներիս վիճակը եւ գնալով ակնհայտ տեսնում ենք, որ շատ ավելի ծանրանում է։ Ինչպես գիտենք, սնունդն էլ է թերի, դեղորայքն էլ է թերի եւ չգիտես ինչու միջազգային հանրությունը դրա մասին լռում է եւ լուծում չեն կարողանում բոլոր այն միջազգային կազմակերպությունները ու միջամտությամբ կարող է կարգավորվել այս հարցը չի կարգավորվում։ Մենք դարից ավել է հայերս պայքարում ենք ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ, պայքարում ենք դրան դիմաց որ ճանաչեն եւ որոշ դեմոկրատ երկրներում ճանաչել են, որոշները լռում են եւ այսօր ակնհայտ նույնը տեղի ունենում Արցախի ժողովրդի հետ։ Ցեղասպանում են մեզ։ Ես խնդրում եմ, ես իհարկե հասկանում եմ, որ ինչի համար է այդպես, բայց ցանկությունս մեկն է, եթե ես իմ հերթին կարող եմ խոսքս լսել լինի աշխարհին, ես երջանիկ մեկը կլինեմ եւ խնդրում եմ միջազգային կազմակերպություններին ուշադիր լինել եւ այս հարցին լուծում տալ այն երկրներին, ումից շատ բան է կախված։ Իմ հարազատներս գտնվում են Արցախում, իմ սիրտը չի կարող չցավալ։ Ես հույս ունեմ, որ լսելի կլինի։ Ես բոլորիս խաղաղություն եմ ցանկանում, իմ Արցախիս, մեզ բոլորիս համբերություն եւ հույս ունեմ, որ Աստծո լույսը մեզ կտա այս հարցին շատ արագ կարգավորում, որովհետև էլի եմ կրկնվում, շատ վատ է վիճակը, շատ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։